Սիրելիներս, ձեզ ասում եմ բարի երեկո, ով գիշերով դիմահարդարում ամաքրում, ես այս շոկ 38 աստիճան ջերմաստիճանում, որ կա Երևան, թեթևակի դիմահարդարվել եմ, որովհետև ժամեր անց արդեն սեպտեմբերի 6 ու իմ լավ հետևորդները գիտեն, որ իմ ծնունդն է, երբևիցե մտքովս չի անցել, որ ծննդյանս օրը կանցկացնեմ այս տեղում, այս ձևով, այս դիրքով, ամեն դեպքում չեմ ուզում վերջաբան սկիզբը, տենց մի ձևի տխուր նոտայով սկսվի, ունենք էլ ինչ ունենք, էլի փառք Աստծու, էլի գոհ ենք, էլի շնորհակալ ենք, այստեղ ունենք մի հատ վարդ, որ տեղավորեցի այս սիրունների հետ, որ նվիրել էր ինձ Նարինը, իսկ այս տոպրակները և այս հաճելի ծաղկի փունջը, վարդերի փունջը ինձ նվիրել է իմ ավագ քույրը, ում ես շատ եմ սիրում, ում ես ուրախ եմ, որ ճանաչում եմ մեր մտերմությունը, մեր ընկերությունը, մեր հարազատությունը, արդեն ուղիղ 4 տարեկան է, իմ յութուբյան էջերի թեթև հոտելում են, գիտեք չեմ, բայց մի հատ ուզում եմ իրանց տեղավորեմ, քանի որ այս խեղճերի այնքան շարժիչ վարեցի, այնքան ուրեմն նկարեցի, որ ես կասեի հալից ընկան, վաճառողներ այստեղ տոպրակով իրան այսպես փակել էր, որ իբր թե ջուրը չկատկթի, հիմա ազատ ենք, որ կարողանա շնչի ծաղիկս ու անցնենք մի գործողության, որին գիտեմ շատերն են սպասելու ու դեռ լույսը չբացված իմ ամենաբարի, իմ ամենասիրելի, իմ ամենապարտաճանաչ հետևորդները իրանց անուշ խոսքն են ինձ ասելու, դրա համար այսպես ասած ուզում եմ տուր ինձ այդ թեթը, մոդիկարի, տուր ինձ այս թեթը, դրա համար ուզում եմ ասեմ, որ նկարենք էլի նման տեսանյութ, մի տեսակ, չգիտեմ զգում եք թե ոչ, շփոթվածությունս շատ է, որովհետև երբևիցե չէի մտածել, որ ծնունդս կանցնի մի այնպիսի վայրում, որտեղ չեմ ուզենա հայտնվի ոչ ոք, քանի որ մարդ իրա ծննդյան օրը ուզում ա չէ, լավ անցկացնի, հիշարժան անցկացնի, ես էլ ինչքան ուզում ա ուրախանաս, լավս գաս ու փորձես օրդ գունավորես, ամեն դեպքում գիտակցում ես, որ եկել ես Երևան ոչ թե խրախճանքի, այլև թերապիաների, սա էլ, այս մյուս ծաղկե փունջս էլ փորձեմ այստեղ տեղավորեմ, բայց վախենամ փչանա ու չգիտեմ ինչ անեմ երեխեք ջան ափսոսա,
ինչքան ուզում էր ծովինարին համոզեի, որ չառներ, միևնույնն է ինքը առավ, շնորհակալ եմ շատ, որ հաճելի է աննկարագրելի ձևով իսկականից հաճելի է։ Ուրեմն ժամեր անց կլինի սեպտեմբերի 6-ը, որ ես ծնվել եմ, լույս աշխարհը եկել ու տարիներ անց հայտնվել on-line հարթակում որպես food blogger, որպես խոհանոցային էջ վարող, ու գիտեք, 2 տարի վարել եմ մենակ զուտ խոհանոցային էջ, խոհարարական էջ, ձեռք եմ բերել լավ ընկերներ, ձեռք եմ բերել շատ հաճելի ծանոթություններ, շատ մտերմիկ ծանոթներ, ծանոթացել եմ շատ մարդկանց հետ, ովքեր ինձ դառել են ավագ քույր, ում ես համարում եմ ծովինարին, ում ես սրտով կասեմ Ռոզատատիկ ջան, որովհետև իրոք ինքը արժանի է Ռոզատատիկ ջանի, ու ոչ թե ասում եմ Ալեքսի լեզվով, այլ հենց ասում եմ իմ լեզվով, ի սրտե, մաքուր անարատ սրտով, ու ձեռք եմ բերել շատ մտերիմների, չեմ ուզում այսպես անուն առանուն շեշտեմ, որովհետև քանի գնում, ասել եմ չեմ, մեր այս օղակը մեծանում է, ու ստացվում է այնպես, որ ես մոռանում եմ, ու անհարմար է ստացվում, հետո ասում եմ, վայ, Աննա ինչ ասեցի, հետո ասում եմ, վայ, Անահիտ ինչ ասեցի, Ժագլեն ինչ ասեցի, Վեհանուշ ինչ ասեցի, մի խոսքով, դրա համար չեմ ուզում հատ առ հատ շեշտեմ, որ մեկին չմոռանամ, մյուսին հիշեմ, ու ես ինքս ինձ գցեմ վատ իրավիճակի մեջ, դրա համար, այսպես ասում եմ, ձեռք եմ բերել լավ ծանոթներ, քույրեր, մտերիմներ, բարեկամներ, հարազատներ, ում հետ կիսում եմ և իմ ուրախությունը, և իմ տխուր պահերը, և իմ կատարվելիք գործողություններն եմ երբեմն քննարկում, երբեմն խորհուրդ եմ հարցնում, որտեղ ինչ շատ օգնում է իմ սիրելի Անահիտը։ Մի խոսքով, այսօր էլ հաճելի հանդիպում եմ ունեցել իմ ավագ քրոջ հետ, առաջի օրը հանդիպել եմ իմ սիրելի Նարինի հետ, ու դեռ ամսի 4-ից այն որ ասում է 7 օր 7 գիշեր մենք քեֆ ուրախություն ենք անում, փաստորեն այդ է ստացվում, հենց ուղիղ ամսի 6-ին ես մտածում էի մեր թերապիաները կվերջացնենք, կգնանք Ստեփանավան, ելում ունեմ հարազատ այս մեծ ու կլոր աշխարհում մի հատ մայր ունեմ, որ իմ կողքին է, Սարի պես մեր թիկունքում է, ու ինքն ընդհանրապես Երևանի շոգին շատ դժվար է դիմակայում, մտածում էի կգնանք իրար հետ, կնշենք, իր սիրած վայրը կգնանք, այսինքն չէր քեզից օրը կգնանք, բայց պլանները մի քիչ փոխվել են, չեմ ուզում շատ մանրամասնեմ, դա առանձին տեսանյութով հետաքրքիր, ուղղակի այս պահին ասում եմ, որ ամսի 6-ի առավոտը դիմավորելու եմ իմ թանկ ու գանձ բալայի հետ, դիմավորելու եմ մի այնպիսի վայրում, որտեղ չեմ ցանկանա ոչ մեկն էլ հայտնվի, բայց կյանքում ասել եմ, չէ, միշտ լավն ու վատը, հաճելին ու տհաճը միշտ իրար կողքի զուգահեռ քայլում են ուղղակի որ ժամանակ երբ որտեղ եւ ում ես հանդիպում։ Հիմա մի տեսակ ընկճված եմ, մյուս կողմից էլ մտքերս խառն են,
որովհետև մարդ ինչքան ուզում է ուժեղ ցեղանա, ինչքան ուզում է ինքն իրան համոզի, որ ինքն ուժեղ է, միևնույն նակին այնպիսի փխրուն էակա, այնպիսի նուրբ հոգի ունի, որ մի փոքրիկ շարժումից, մի փոքրիկ հպումից կարա ինքը փխրուն ձևով փխրվի, ու այս դեպքում իմ սիրտս փխրուն ձևով ուզում է փխրվի այն ժամանակ, որ ես սենց կողքայացք եմ նայում, հիշում եմ, որ ունեմ Փառք Աստծո մամա, պապա, Աստված իրանց երկար կյանք տա ու բոլորիս ծնողներին երկար կյանք տա, ունեմ մի հատ հարազատ աղբեր, որ դուք հասցրեցիք ճանաչեք Համիրա ու Ճուրսիրուն ընտանիքին, ու դրա հետ մեկտեղ ես որ սենց կողքայացք եմ նայում, զգում եմ, որ այս պահին մենակ եմ ու դրանից սիրտս մի տեսակ փխրվում է, փշուր առնում, քանի որ ով չի ուզենա իր ծննդյան օրը նշի իրա հարազատների հետ, էնել այն դեպքում, երբ որ այս 8 միլիարդ մարդկության մեջ ընդամենը ունես մի հատիկ աղբեր, ով ինձ թև է տալիս, ով ինձ ուժ է տալիս, ով ինձ ռուսերեն լեզվով ասեմ այդ բառը, որ չեմ կարա դրան հայերեն փոխարինող բառ գտնեմ, ով իմ ստիմուլն է, ումով ես ապրում եմ, ումով ես պատկերացնում եմ իմ Ալեքսի ապագան ու դրա հետ մեկտեղ հետ հայացք ես նայում ու զգում ես, որ մենակ ես, այս են պահը, երբ որ սենց սիրտս փխրվեց, իսկ մի ուրիշ հետ հայացքով էր, որ հետ եմ գնում ընդամենը մի քանի օր, արդեն մի ամիս ու ավել, հիշում եմ յուրահատուկ օրեր, որ ես ապրեցի Ռուսաստանում, հիշում եմ անկրկնելի օրեր, որ ես ապրեցի Ռուսաստանում, իմ սիրուն հարսիկի հետ, իմ թանկ Նարեկի հետ, աղբորս հորս հետ, շատ յուրահատուկ իհարկե օրեր ունեցանք, այս ընթացքում չմոռանամ նաև իմ ամուսնուն, քանի որ հարազատությունը հարազատություն, ընտանիքը ընտանիք, անկախ նրանից թե ես, թե լիարժեք, բայց եթե դու ունես ընտանիք, ունես ամուսին, ուրեմն Փառք Աստծո ամեն ինչ լավ է, ամեն ինչ գոնե նորմալ է, այնպես որ սիրելիներս երկար մտորում էի, առավոտից մտորում էի, տեղադրեմ տեսանյութ, թե ուղղակի օրվա վլոգ, բայց ես գիտեմ դեռ գիշերվա ժամը 12-ից արդեն տարիների փորձը ինձ ցույց է տվել, ինձ ցուցանել է, որ դեռ գիշերվա ժամը 12-ից անթիվ անհամար ինձ SMS-ներ է գալու, անթիվ անհամար ինձ զանգեր է գալու ու դրա համար, որպեսզի ես գիտեմ չի ստացվելու, որ բոլորիդ հատ առ հատ պատասխանեմ, հետո այնքան սիրուն եք գրում, հետո այնքան լավ եք գրում, այնքան բարյացակամ եք գրում, այնքան սիրով ու ջերմությունով եք գրում, որ ցանկացածիդ գրառմանը չի լինի էլի պատասխանեմ, ասեմ մերսի շատ ու շատ, ինչպես միշտ եմ պատասխանում, կամ օրինակ հոգաչափ շնորհակալ եմ ձեր ուշադրության և լավ վերաբերմունքի համար, այդ բառերը մի տեսակ պակասեցին իմ համար, քիչ թվացին ու հենց դրա համար որոշեցի նկարահանեմ փոքրիկ տեսանյութ, անկախ նրանից 15 րոպե կտևա, թե 25 րոպե, հոգուս ցանկությունը, հոգուս այն խոսքը, ասեմ կիսվեմ ձեր հետ, ասեմ, որ ես ձեզ շատ եմ սիրում, ասեմ, որ ես ինչու չէ նաև ուրախ եմ ձեզանով, ինչու չէ նաև ձեր շնորհիվ է, որ իմ էջերը, այսպես ասած, ակտիվ են YouTube-յան հարթակում, հենց ձեր շնորհիվ է, որ օր-օրի մենք մեծանում ենք, ավելանում ենք,
գումար ենք վաստակում, քանի որ ամեն աշխատանք ունի իր վարձատրության չափ ու սահմանը, այնպես որ ես ուրախ եմ, որ դուք կաք մեր կյանքում, ես ուրախ եմ, որ ձեռք եմ բերել ձեր նման լավ բարեկամներ, այ 2 օր առաջ էր էլի շատ ուշ երեկո էր, մի կնոջ հետ էի շփվում երեխեք, ում մակայի մասին է խոսքս, ես գիտեմ մական ինձ անընդմեջ հետևում է, ում պատմությունը երևի թե մի անգամ իրար հետ կզրուցենք ու դուք շատերդ կլսեք ու կիմանաք, որ կյանքում ուժեղ մարդիկ միշտ կան, կլինեն ու պետք են, որ լինեն։ Այնպես որ սիրելիներս, ես երջանիկ եմ։ Տարիներ առաջ ես չէի էլ սիրում իմ ծնունդը, քանի որ ես այդ ժամանակ երազում էի մի ուրիշ սիրո մասին, մի ուրիշ երջանկության մասին, որի վերնագիրն էր մայրանալ։ Մայրանալուց հետո շատ սիրում եմ համ իմ ծնունդը, համ առավել ևս իմ բալայի ծնունդը ու այս վերջի տարիներին կարելի ասած մի փոքր լկստվում ենք ու չէ, մենք հայ տիկնայքս, հայ տնտեսուհիները սիրում ենք չեփենք, պատրաստենք, հյուրասիրենք, սեղան դնենք, հոգնենք, երեխեք ջան, ու մեր ծննդյան օրվանից ոչ մի բան չհասկանանք, բայց ես համարում եմ լավ ծնունդը նա է, որ գոնե այդ մի օրը դու քեզ ազատագրես նմանատիպ բաներից ու օրդ իրոք դարձնես քո համար տոն, անկախ նրանից մեծ կլինի, փոքր կլինի, իմ համար իմ ծննդյան օրը և իմ ապրած ամեն օրը տոն է, քանի որ ես ապրում եմ Ալեքսի հետ, ես ապրում եմ հանուն Ալեքսիս, ես ապրում եմ Ալեքսով ու դա իմ համար տոն է։ Մտածում եմ, ինչքան էլ մենք ուրախանում ենք, ինչքան էլ ամեն մարդ էլ իր ծննդյան օրը յուրով է մոտենում, այս կողմ, այն կողմ, չքննարկենք երկար բարակ, քանի որ այս պահին կան մարդիկ, մեր Արցախում գտնվող քույրերը, եղբայրները, հանրությունը, ում մոտ որ վիճակը կարելի է գնահատել ծայրահեղ, ես միշտ ասել եմ, չեմ ուզում ի մեջը քաղաքականացնեմ, բայց չի էլ ստացվում, որ այսպես անցնես, գնաս ու գոնե մի կես րոպեով չհիշես, չէ որ դու էլ մայր ես, չէ որ դու էլ սիրտ ու հոգի ունես, միգուցե ինձ թվում է ճիշտ եմ անում, որ հիշում եմ, այլապես ուրիշ ձև չէր էլ կարա լիներ, այնպես որ ինչքան ուզում է ուրախ լինես, ինչքան ուզում է օրդ տոնի վերածես, միևնույնն է, գիտես, որ քեզնից կիլոմետրեր են կողմ, շատ երեխեք, շատ բաների, այսպես ասած, կարոտեն ու դա ցավ է։ Այդքան մի բան սիրելիներս, ես այս պահին զգում եմ ինձ շատ երջանիկ, ես այս պահին զգում եմ ինձ շատ գնահատված, քանի որ ես այս պահին, այ տեսեք, նստած եմ ծաղկեփնջերի մոտ, սա մի փունջս գիտեք արդեն, սա էլ երկրորդը, ծաղկեփնջեր, որ նվիրել են ինձ իմ անծանոթ և միևնույն ժամանակ շատ ծանոթ արդեն բարեկամ դարձած բարեկամները ու որից որ ես ինձ շատ լավ եմ զգում ու առիթից ելնելով շնորհակալություն եմ ասում համ Նարինին, համ Ծովինարին, համ էլ բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ, ովքեր սիրում են մեզ, ովքեր գնահատում են մեզ, ովքեր խորհուրդ են տալիս իրանց խոսքով, գործով, ուղղությունով, ես
խորհուրդը սիրող մարդ եմ, իհարկե լավ խորհուրդը։ Ես շատ սիրում եմ իմ էջում ինձ հետևող տատիկներին, փառքաստու շփումը կա թե Ֆլորա տատիկի հետ, թե Ռոզա տատիկի հետ։ Ես ինքս շփում սիրող մարդ եմ, սիրում եմ լավը և տալ, և ստանալ։ Ուղղակի աշխատում եմ իմ արած ոչ մի բանի մասին չբարձրաձայնեմ, քանի որ ես անում եմ, Աստված տեսնում է, ես անում եմ իմ խղճի համար, իմ հոգու համար, իմ սրտի համար, իմ բալայի համար, իսկ ինչու եմ ցույց տալիս ստացած իմ ցանկացած նվեր, դա կլինի ծաղկի տեսքով, սպասքի տեսքով, վերջը տարբեր իրեղենի դեպքում զուտ մարդասիրություն ցուցանելու, բարիություն տարածելու և լավը տարածելու համար, քանի որ այս դառն ու դաժան աշխարհում չարը այնքան շատ է, որ բարին գրեթե չի էլ երևում, ու հենց դրա համար ես սիրում եմ մարդու արած գործը համ ցույց տալ, համ ասել, համ էլ կրկին ու կրկին անգամ շնորհակալությունս հայտնել ձեզ բոլորիդ։ Իսկ այս տեսանյութի համար, այս հոլովակի համար մտածում եմ այսքանը բավական է, չկարողացա ձեզնից թաքցնել իմ հուզմունքը, որովհետև այո, իրոք պահի տակ հուզվեցի, պահի տակ ճնշվեցի, պահի տակ շնորհակալ եղա Աստծուն, որ տարիներ առաջ չէ, որ ես փափագում էի մայրանամ, այսօր մայրացել եմ, ու տարօսը բոլոր նրանց, ովքեր նույնպես երազում են, որ մայրանան։ Այնպես որ սիրելիներս, սիրենք իրար, գնահատենք իրար, շատ եթե չսիրենք, գոնե սենց մի պուճուրիկ, մի կաթիլ սեր տանք մեկս մյուսին ու տեսեք ինչքան լավ կլինի։ Այնպես որ սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ, որ հենց դուք եք իմ հետևորդները, շնորհակալ եմ, որ այնքան գրառումներ եմ ստանում։ Անահիտ ջան, ես Ալեքսի համար եմ հետևում, ներող, ես Ալեքսի համար, երեխեք ջան, առանց ներողի, ես այն էգոիստ ծնողներից չեմ, որ բա ոնց, բա ես, չէ, իմ համար ավելի լավ, իմ համար միշտ առաջի գծում Ալեքսն է, երկրորդ գծում էլ է Ալեքսը, երրորդում էլ է Ալեքսը ու միշտ Ալեքսն է, որովհետև ես ապրում եմ Ալեքսով։ Այնպես որ սիրելիներս այնտեղ պարկած իր համար, իր հավեսով, ինքը համ հեռախոսանայում, համ իր այն սիրուն աչուկներով, մեկ-մեկ էլ ստեղ ալիսում ասում է ոնց մամա, բա քո ծնունդն է, բա մենք որտեղ ենք նշելու, բա ինչ ենք անելու, ասում եմ Աստված իմ կյանք տուր ինձ այնքան, որ ես ապրեմ այնքան, որ իմ տղեզ մեծանա, կայանա, իր ամուր ոտքերով պինդ կանգնի ու կայանա այն աստիճան, որ իմ ծննդյան օրը ինձ հարցնի մամ ջան, ուր գնանք, որտեղ նշենք, սիրտդ ինչ ա ուզում, այ ոնց մի հարցնում, բայց այն ժամանակ այդ խոսքերը լոկ խոսքեր չլինեն, այլև ռեալ։ Այնպես որ երևի թե այս լավ նոտայով էլ ձեզ ասեմ շնորհակալ եմ շատ, ներող կլինեք, որ գրառումներին հատ առ հատ չպատասխանեմ, ընդամենը սրտիկ կդնեմ, կանցնեմ առաջ, իսկ դեռ չեմ պլանավորել որտեղ, ինչ, երբ և ինչու, բայց ինչ էլ որ պլանավորեմ, բնականաբար իրար հետ ենք անելու, իրար հետ ենք նշելու, իրար հետ ենք գնալու ու իրար հետ ենք հաճելի ժամանակ անցկացնելու, թեկուզ եթե ոչ մտեղ էլ չգնամ, ընդամենը մի բաժակ սուրճ խմենք, տեսնենք, այնպես որ
կհանդիպենք դեռ օրվա վլոգում։ Առայժմ այսքանը, սիրում եմ ձեզ, գնահատում եմ ձեզ և շնորհակալ եմ ձեզ։